Հնարավոր է կառավարությունը նախարարությունը ինքն է նաև ուղղորդել կամ համաձայնեցված եղել այդ օրվա ակցիան, որովհետև դուք չեք կարողացել լուծել այդ կոնյակագործներին տխրել եք կամ համոզել եք, որ իրենք դուրս գան Վրաստանի տնտեսական դիմաց միտինգ անեն, որ գուցե այսօր սալի տեղի շարժվի։ Երկու հարցերի պատասխանն էլ ոչ է։ Պարոն Պապոյան, երեք ասել եք, գրառում եք արել ԱԺ-ում մի պիժոն գյադա, ում ալբանացի հայրը Ղարաբաղից Հայաստան է եկել 3 չափ մեծ փաթիլներով, քոլկոտած սվիտերով ու 10 տարով դարձել միլիարդատեր։ Դուք Ռոբերտ Քոչարյանին հետ նկարագրած իրավիճակով տեսել եք։ Ես եւս մեկ անգամ կարող եմ կարդալ, եթե դա այդքան հաճելի է, որպեսզի ես կարդամ, եւս մեկ անգամ կարող եմ կարդալ իմ գրառումը։ Այսօր ազգային ժողովում մի պիժոն գյադա, ում ալբանացի հայրը Ղարաբաղից Հայաստան է եկել 3 չափ մեծ փաթիլներով, քոլկոտած սվիտերով ու 10 տարում դարձել է միլիարդատեր, իմիջիայլոց միլիարդատերն էլ արդեն ապացուցվեց այդ կես ժամանոց ցանկով, որ հրապարակվում ու չի ավարտվում, հայհոյանք է հնչեցել, գիտեք, ազգային ժողովում լկտի հայհոյանք, որը շատ ուրեմն անթույլատրելի է եւ որի մասին ընդհանրապես դուք չեք խոսում, չգիտեմ ինչու, բայց սա էլ պետք է արձանագրեմ։ Ուրեմն ես մեկ հայհոյանք եմ լսել, ես երեք ազգային ժողովից մեկ հայհոյանք եմ լսել եւ այդ հայհոյանքն է եղել։ Իսկ մենք լսել ենք Անդրոնի Արսեն Թովմասյանի կողմից։ Ես այդտեղ հայհոյանք չտեսա, բայց այնտեղ կար հայհոյանք շատ կոնկրետ։ Կառավարությունը բառերը չի ասում, ուրեմն հայհոյանք չի ենթադրել։ Ես ասում եմ, ես այնտեղ շատ կոնկրետ հայհոյանք կար, այդտեղ հայհոյանք։ Երբեք Ռոբերտ Քոչարյանի օրդենքով դեմ հանդիպան հանդիպեք թե հիմա կամ նախկինում, կամ Լևոն Քոչարյանի նախկինում, միջև ձեր իշխանության գալը, դուք կարողանեք ուղիղ նրանց աչքերին նայել, ասել, որ դուք ալբանացի եք, պիժոն գյադա եք, ինչի դուրս կշփոթեք։ Ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել եւ մինչեւ այդ ոչինչ չեն ունեցել, բացի մի զույգ ծակ կոշիկներից ու հետո դարձել են միլիարդատեր, բոլորին ասել եմ, կասեմ, ասում եմ ու կասեմ։ Ուրեմն ասել եմ, կասեմ ու ասում եմ։ Նորից եմ ասում, ցանկացած մեկը, ով իրանից ոչինչ չի ներկայացնում, պետական պաշտոնյա է ու պետական պաշտոնյան լինելուց հետո դառնում է միլիարդատեր, այդ մարդը շատ ավելի վատ գնահատականի է արժանի, շատ ավելի վատ, քան ես այդ գնահատականը տվել եմ։ Կներեք էլի, հիմա դուք եկել եք այստեղ, մի վարքյան եկել եք այստեղ։ Որոշ մարդկանց եք պաշտպանում, ով ոչինչ չունենալով, մի վարքյան, ոչինչ չունենալ, մի մարդ, ով ոչինչ չի ունեցել, եկել 10 տարի նախագահ աշխատել, նախագահի 200 քանի հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Ես էլ ոչինչ չունեմ, ես ոչինչ չունեմ եւ ոչինչ չեմ ունեցել, այս մարդիկ ոչինչ չեն ունեցել, հիմա ունեն մի հատ գույքերի ցանկ ու միլիարդավոր դրամների ու եսի մինչերի ցանկ, որ սենց կարդում ես, հիմա սենց կարդում են ժամերով, հիմա եկել եք այդ մարդկանց եք պաշտպանում, ես այդ մարդկանց չեմ պաշտպանել, դա ձեր գործն է։ Ուրեմն Ժողովուրդ ջան, մի իրավիճակ է, երբ որ մարդը վարձով էր ապրում ունի մի հատ տուն, մի իրավիճակ է, երբ որ մարդը վարձով էր ապրում ունի, չգիտեմ, մի քանի կազմակերպությունների մեծ մասնաբաժիններ, մի 10-15 հատ անշարժ գույք, մեկի գինը 4 միլիարդ դրամ, մեկին 2 միլիարդ դրամ, մեկին այսքան եւ այլն, մեկ եւ հետնել ասենք բանկային հաշիվ, որտեղ օրինակ մի քանի տասնյակ միլիարդ դրամ փող կա։ Ես ասում եմ, եթե դուք դա պաշտպանում եք, դա ձեր գործն է, ես դա դատապարտում եմ, որովհետեւ այդ միլիարդները այս մարդկանցից գողացած գումարներ է։ Պարզադացես։ Շատ լավ։ Հետևաբար, ուրեմն Արցախյան պատերազմից անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի, որ ինքը լինի գող, կոռումպացված մարդ ու պետությունից։ Ուրեմն ես ասում եմ, դա որևէ մեկին ինդուլգենցիա չի տալիս,
200,000-250,000 դրամ աշխատավարձով ունենալ, ասենք, 20 միլիարդ դրամի բանկային հաշիվ։ Հասկանալի է սա պարզ։ Մենք լրիվ ուրիշ բան ենք։ Ես ասում եմ այն, ինչ որ ասեցի։ Իսկ սա արդեն փաստը գրված, հա, դատախազությունը դրա մասին հրապարակում է արել։ Եթե որևէ մեկը դրա հետ կապված պրոբլեմ ունի, հող գնա դատախազությունում հակառակը ապացուցի։ Պարզ է, իսկ ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ եւ ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում նաեւ այդ ընտանիքի անդամներին չեն փրկելու։ Շնորհակալություն։